Ադրբեջանի նախագահի օգնականը ասել է, որ բարի կամքի դրսևորում խաղաղության համար Հայաստանը պետք է Հայաստանում պատասպարված այդ քրեական գործի մասնակիցներին հանձնի ադրբեջանական իրավապահ մարմիններին կամ արդյոք ենթադրենք Արցախի նախագահներին կամ Պաշտպանության բանակի հրամանատարությանը ներկայացված մեղադրանքները ապօրինի ռազմական կազմավորում ստեղծելու ահաբեկչության կարող են դրանք վերաբերելի դառնալ առհասարակ Արցախի Պաշտպանության բանակում երբևէ ծառայած բոլոր զինվորականներին կամ Ռուբեն Վարդյանի ներկայացված մեղադրանքը Ադրբեջանի պետական սահմանը ապօրինի հատելու վերաբերյալ կարող է վերաբերելի լինել բոլորիս, ով երբևէ եղել է Արցախում։ Այդ դատապարտումը անցկացվել է արդար դատաքննության իրավունքի խախտումով, այսինքն արդարադատության իսպառ բացակայությամբ, flagrant denial of justice, ոնց որ ասում են, եւ դրա վերաբերյալ ապացույցները այնքան շատ են, մենք տեսնում ենք միայն ասենք, որ փաստաբանները նրանց կողքը նստած չեն, բայց միջազգային բոլոր մարմինները, շատ մարմիններ հայտարարել են եւ դեռ հայտարարել են, որ այդ դատավարությունները արդարության, արդար դատաքննության իրավունքի նվազագույն երաշխիքների ուղղությամբ չեն ավարտվել։ Հետևաբար դրանց արդյունքները անարժանահավատ են։ Հայկական կողմը չպետք է միայն բավարարվի այն պնդումներով, որ դատավարությունները ապօրինի են եղել, հիմնարար երաշխիքները խախտվել են, ուստի մենք չենք ընդունում դատավարության արդյունքը, քանի որ Ադրբեջանը պետություն է, դատական ակտեր ուժ են ստանում, դրանք կարող են իրավական հետևանքներ առաջացնել անգամ երկրի սահմաններից դուրս եւ հասկանալի է, որ բացարձակ հետևանքներ են առաջացնելու տվյալ երկրի սահմանների ներսում, ուստի հայկական կողմը պետք է հասնի այդ դատական ակտերի ապա լեգիտիմացմանը, վերացմանը միջազգային ատյանների գործունեության շնորհիվ